Երգչուհի Լիլի Մորտոն բավականին սիրված է հանրության կողմից, նրա մասնակցությամբ ցանկացած հրապարակում ակտիվորեն տարածվում է համացանցում, դե իսկ վերջին շրջանում Լիլին մայրացավ, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց մոդելի կյանքում։ Լիլի Մորտոն և ամուսինը շքեղխնջույք են կազմակերպել, նվիրելով իրենց դստերը Ավրորային, նրանց շուրջն են հավաքվել մտերիմներ, բարեկամներ, հարազատներ, ովքեր գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ կադրերը ձեր ուշադրությանը հաջորդիվ առանց մեկնաբանության։ А, что это? Арбуз. Вай, какой арбуз, какая девочка. Ой. Аврора спит, мы кайфуем. Да, кстати, смотрите, спит, пока спит. 2 часа уже спит, мы успели кофе попить. Сейчас арбуз будем кушать. Отдыхаем чуть-чуть, разговариваем с Римкой, пока наша девочка спит. Ой. Дима, вкусно? Угу. Да. Аврора бы оценила, но сейчас не может. Да. Давай. Чик. Спасибо тебе, дорогой мой красавчик. Смотрите. Ремонт, Тёма ананасов, сок остатки. Тёма, спасибо. Папа и дочка кайфуют. А я что делаю? Я мучаюсь. Չի տոնում հանգիստ։ Մաման մի հատ հանգիստ մի բան անի, չարածին։ Այս չարածին։ Սյաղոր կպած մամայի պոչիչ։ Չի թողնում մաման հանգիստ մի բան անի, մի բան վայելի, իմ աղջիկը։ Պա, բա ինչ կանեք։ Վայելեք։ Да, настоящая. Это не куколка, это куколка, маленькая куколка. Моя сестренка, привет, Авророчка, привет. Прости, что раньше не успела приехать. Они, смотри, смеются чуть-чуть, видишь? Как будто чуть-чуть смеются. Да. Смотри, видишь? От твоего голоса смеется. Аврора? Աջան, աչիկս պապայի դուրս եկել առաջին անգամ մանգահել է նայեք։ Լաչիչ։ Аврора. Պապա դուրս եկել։ Ավրորիչկա հետ մանգա, Ավրորիչկան էլ պապայի հետ։ Առաջին անգամ։ Մաչիկ։ Մուկիկը սկսել է լացել, չթողեց էլի մի քիչ մանգանք։ Պապան գրկել է հանգստացել է նայեք։ Հանգստացա՞ր։ Պապա ձեռը միշտ հանգիստ է, միշտ։ Չեն գնում, պապա։ Նորաթուղ հայրիկը։ Не хочешь зайти коляска, конечно, нужна? Ինք ուզում է պապայի մոտ, պապայի ձեռքերի վրա, հա։ Չի մրսի։ Ты փոքր մուկիկ ես։ Ты մուկիկ ես։ Լոլո, արի կույիկին պես։ Լոլոս, կույիկն անի մատիկ։ Լոլոսկա։ Կույիկն անի մատիկը շա։ Լոլո։
Волоська, ай кудики сиряли, ай кудики пупусяли, кянка сяли. Волось. Գիտենք պապան ինչ անով իրոն, որովհետև ինքը ոնց որ որոշել է իմ համար կոլեկցիա հավաքի, եթե իհարկե ճիշտ եմ հասկանում ճիշտ եմ գուշակել, տեսնենք ինչ է։ Շատ սիրուն է, վաու, շատ սիրուն է, ես սա տեսել էի ճիշտ ասած, ինձ իր դիզայնը շատ դուր եկել, շատ սիրուն է նայեք։ Սա էլ շիշը դնելու համար է։ Պապայի հետ նստած խմում է, նայեք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Ասոտի կոպարի բերած ծաղիկներն են։ Հələ մի հատ սրա ռուսի քիթիկը նայեք, էլի հեսա ռուսի քիթիկը նայեք։ Էսում քիթիկինա քասի, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն այնքան բարձր է։ Օպերացիա արած ծնվել է իմ մատիկը, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանտիկ բրոսներով, ինքը արդեն ինձ վիրահատած ծնվել է, պապան փորիկ մեծ վիրահատություն արել իրան։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում կես միլիոն դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։
Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ որ երգեր կամ չգիտեմ ինչ որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։